բաներ։ Բայց երբ որ այդ ռացիոնալիզմը մեռնում է, օրինակ կոնկրետ եկեղեցու փլուզումով, ոչնչացումով, Ստեփանակերտում, արդեն մարդիկ չեն կարողանում լսել ռացիոնալ խոսք դրա վերաբերյալ։ Հիմա իրենք այդ որ դատապարտել են, լավ դատապարտել են դրոշի այրում է, ես հասկանում եմ, կա դիվանագիտություն, կա հարաբերություններ։ Եկեղեցու փլուզումը, եկեղեցիների ոչնչացումը Արցախում, ինչու չեն դատապարտել։ Ես կոնկրետ օրինակ եմ բերել, որ իսրայելցի մի զինվոր Լիբանանի տարածքում Հիսուս Քրիստոսի խաչը կոտրել էր, նկարը կա էլի։ Եվ այս նկարը համացանցում տարածվում է։ Ամբողջ քրիստոնյա աշխարհը սկսում է քննադատել Իսրայելին, հետո Իսրայելի բոլոր պաշտոնատար անձինք սկսում են հերթով ներեգություն խնդրել, ափսոսանքի խոսքեր ասել, եւ հետո տեղադրում են նկար, որ խաչը ուղղել են եւ շտկել են, կոտրված է եւ ամեն ինչ նորմալ է։ Հիմա երբ որ Հայաստանը ձայն չի հանում, քրիստոնյա ոչ մի ժողովուրդ, ոչ մի ինստիտուտ, որևէ քրիստոնյա եկեղեցի, բացի մեր եկեղեցին նկատի ունեմ, չի միանում են արշավին, որ դատապարտի, որ քրիստոնեական ժառանգությունը, մշակույթը, առաջին քրիստոնյա ազգի մշակույթը, դուք որ ինչ եք ոչնչացնում Արցախում։ Եվ դրանով նաև Ալիևը շատ անկեղծ է, ես էլ ասեմ ու ամփոփեմ այս մասը։ Ինչու՞։ Որտեվ Ալիևը հայ ժողովրդին դանով ուղերձ է տալիս, որ ձեզ որ ասում են մենք նախաստորագրել ենք խաղաղության պայմանագրի տեքստ, նախագիծը, դա մի խաբվեք հայ ժողովուրդ, որովհետև մենք ձեր այդ խաղաղության պլաններ չունենք։ Եթե խաղաղության պլաններ ունենայինք, այդ եկեղեցի այլի կթողեինք, եթե ամեն ինչ բացվելու է, խաղաղ է լինելու, դե կգնանք կգանք, մոմ կվառենք, ինչն է պատճառը, որ անպայման քանդվի։ Այսինքն Ալիևը անկեղծ հայ ժողովրդին ասում է, որ ձեզ խաբում են, մենք ձեր հետ կապված խաղաղության պլաններ չունենք։ Բաներ չունենանք եւ դրանով նաեւ օգնում է հայ ժողովրդին, որ հետ գա իր արմատներին եւ հասկանա, որ իրան խաբում են, մանիպուլացնում են լավ ապրելու ցմփ բանես համերգների, բաների խորովածի, այս սուտել խմելու բանը համատեքստում էլի։ Ուրիշ